Պարոն Կարապետյան, տեսեք, դուք նախկինում էլ 2021-ի ընտրություններից հետո էլ ընդդիմությունը խոստանում էր իշխանափոխության հարցը հանգուցալուծել խորհրդարանում, փողոցային պայքար սկսեցին, իմպիչմենտի գործընթաց տապալվեց։ Հիմա ըստ ձեզ, այս խորհրդարանը ընդդիմադիր ուժերի պլանները ինչով են տարբերվում նախորդից։ Դուք ինչ կանխատեսումներ ունեք, դուք հաջողվելու եք ձեզ իշխանափոխության հարցը հանգուցալուծել խորհրդարանում, ինչ կանխատեսումներ կան։ Հիմա օրորի, ես ասել եմ, օրորի ավելի է ձախողվելու։ Դրա համար ես նախորդ անգամ ասեցի, լինելու է տրիգեր, որը ընդդիմությունը օգտագործելու է։ Արդեն հավաքական։ Պարզա ես չունեմ, բայց ես տեսնում եմ, քայլերը տեսնում եմ, իրենք կորցրել են իրականությունը։ Չկա արդեն, իրենք չեն հասկանում ինչ են անում, իրենք շարունակում են ստերով կերակրել մեր ժողովրդին, բայց դրան վերջ կա։ Բայց մեկուսացնում են ընդդիմության առաջնորդներին, օրինակ Ծառուկյանի տեսակ Ծառուկյանի տեսանք ինչ արեցին, համաշխարհային խայտառակություններ դա։ Փաշինյանը նույնիսկ ինքը իրեն գերազանցեց դրանով, այսինքն ինչ արեց, ամբողջ աշխարհ։ Դուք ինչ եք սպասում, որ ինչ լինի։ Փաշինյանը գործում է ակտիվ, մեկուսացնում է ընդդիմության լիդերներին։ Շատ ակտիվ գործելուց շատ սխալներ են թույլ տալիս։ Մենք սպասում ենք, այդ սխալները կլինեն ճակատագրական եւ այդ օրը ընդդիմությունը իր խոսքը կասի, Ծառուկյանը նույնպես։ Գուցե դա Հայաստանի համար կդառնա ճակատագրական, մտավախություն ունեք, որ մենք կկանգնեցնենք, դա լինելու է Հայաստանի համար, բայց մենք դա կանգնեցնելու ենք։ Եվ պարոն Կարապետյան, գիտեք, այդ ոչ ժողովրդավար գնացվող տեսարանը ոչ տեսանք Ծառուկյանից տանը, ասում են, որ Նարեկ ջան, դուք եք չէ գնահատում ոչ ժողովրդավար դա։ Ոչ ժողովրդավար։ Եվ ասում են, որ դա ազդակ էր ուղղված մյուս ընդդիմադիր լիդերներին, մեսիջը ձեզ Քոչարյանին ինչ հետևություն։ Ես Քոչարյանը արդեն այնտեղ բավական երկար ժամանակ եղել ենք, այսինքն մեզ դրանով վախեցնել հնարավոր չի։ Դրա համար ինքը նոր բան պետք է հետաքրքիր մտածի մեր համար։ Դրանով մենք չենք դե չգիտեմ մարդա կմտածել հիմա Ծառուկյանին ինչ մտածեց Կարապետյան վերջին հարցը էլի այսօր նաև մամուլի լրատվամիջոցների թափանցիկության մեջ վարչապետն անդրադարձել ավելի վաղ նախագահի հետ էր այդ մասին խոսել որ հատուկ խումբ է ստեղծվելու հրապարակումները համապարփակ ուսումնասիրելու համար ինչ եք կարծում ինչու է հենց այս փուլում այսպիսի նախաձեռնություն այսպիսի խումբ ստեղծում ինքը հայտարարել էր ուզում է լրագրողներին ուղարկի ֆայլաբազար դրա համար ուսումնասիրելու է ու ճանապարհ առաջին ինձ ման Նարեկին է ուղարկել Պարոն Կարապետյան շատ բարդ հարցեր է տալիս Պարոն Կարապետյան մեծ արդյունքներ ինքնաբացարկների մասով 106 անձ ինքնաբացարկ ներկայացած ճիշտ է նշեցիք վստահության մասով բայց կան այսպիսի մտավախություններ որ դուք մտավախություն այսինքն ձեր դաշինքը մտավախություն ուներ որ այս անձինք կմիանան խորհրդարան մտնելով իշխանության դրա համար են նրանք հեռացել դուք հավատացեք ոչ մեկը չի միանա նույնիսկ ոչ թե այդ 100 մարդուց այն 100,000 մարդուց էլ ոչ մեկը չի միանա իսկ այն մինչև 30 համարում ստացեք իսկ հիմնական падգամավորների ցանկից ինքնաբացարկ կլինի որ արդեն խորհրդարան են անցել 30 հոգուց օրինակ սպասվում է ինքնաբացարկի դիմաց Нет.